750 միլիարդ դրամ ակտիվներ և շուրջ 558 հազար մասնակից։ Հայաստանի պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի առաջատար ակտիվների կառավարիչ Amundi Agba Asset Management-ը այս թվերով ու կայուն արդյունքներով է ամփոփում 2025-ը։ Միայն 25 թվականին ֆոնդերը աճել են 185 միլիարդ դրամով, որից 75 միլիարդը եկամուտն է եղել, միայն 25-ի համար 110 միլիարդը կուտակային հատկացումները։ Այսինքն 25-ի աճի 40%-ը եղել է ձևավորվել է եկամտի հաշվին։ 750 միլիարդ դրամ ակտիվների 26%-ը գոյացել է կառավարման արդյունքում ստացված եկամտից, իսկ արժույթի և շուկայական այլ ռիսկերը Amundi Agba-ն արդյունավետ է կառավարել, ներդրումային պորտֆելները դիվերսիֆիկացնելով տեղական և արտասահմանյան ակտիվներում։ Հայաստանյան ներդրումների ծավալը 492 միլիարդ է կազմել, իսկ արտասահմանյան ներդրումները տարեվերջի դրությամբ կազմել են 258 միլիարդ։ Ռիսկերը պատշաճ են կառավարել, աճել է բոլոր 3 ֆոնդերի եկամտաբերությունը 10-ից 12%-ով։ Սա պետք է կարևորել նաև ռիսկերի կառավարման պատշաճ մակարդակի պայմաններում, այսինքն տատանողականության պատշաճ կառավարման մակարդակում ենք այս արդյունք ունեցել եւ լինելով միևնույն ժամանակ բավականին սելեկտիվ այն ընկերությունների եւ գործիքների առումով, որտեղ մենք ներդրում ենք կատարում, սա բավականին բարձր ցուցանիշ է։ Մեր միտքը աբաով ծևով ներդրումներ ունենք։ Միշտ ուրեմն երբ որ որոշենք ներդրում անել, թիմացը գտուգենք ինչ ռիսկ կա։ Դոգոսը հետաքրքիր է ռիսկին թիմացը։ Միշտ այդ զույգով կնայենք, ոչ թե դոգոսը բարձր է, գերտան ներդրում գտնենք։ Մեզ համար հետաքրքիր չէ, որտեղ մեր միտքը չէ։ Այս ժողովրդի փողն է, կնշե որ վաղամիսոր այդ փող պետք է կարողանա ապրել մարդը, այդ ռիսկը միշտ մեր առջևն է։ 2025 թվականի ընթացքում Amundi Agba-ն ընդլայնել է տեղական ներդրումային գործունեությունը, ներդրումներ կատարելով ոչ ֆինանսական ոլորտի ընկերությունների կողմից թողարկված կորպորատիվ պարտատոմսերում։ Միաժամանակ ընդլայնվել է արժութային հեջավորման գործիքակազմը։ Գիտեք, որ ֆոնդի ակտիվների շուրջ 1/3-ը ներդրված է արտասահմանում։ Դրանք ձեռք են բերվում սովորաբար դոլարի, եվրոյի կամ տարբեր արժույթների միջոցով։ Եվ ռիսկը նա է, երբ որ դրամը արժևորվում է, ինչպես մենք տեսնում ենք, մեր օրերում, դա կարող է վնասաբեր լինել կենսաթոշակային ֆոնդերի եկամտաբերության վրա, հետևաբար այս հեջավորման գործիքները, որ մենք դեռևս 22 թվականին ներդրեցինք եւ 25-ին դրանց շրջանակը ընդլայնեցինք, նպաստում են, օգնում են, որպեսզի այդ ռիսկերը, արժևորման ռիսկերը կարողանանք ավելի լավ կառավարել։ Նախորդ տարվանից սկսած օրենքի փոփոխությունից հետո Amundi Agba-ն ներդրումներ է իրականացնում նաև տնտեսության իրական հատվածում, դրանք ուղղելով տարբեր ոլորտներ ու ենթակառուցվածքների զարգացմանը, որ ապագայի համար կենսաթոշակ կուտակող քաղաքացիները այդ միջոցների արդյունավետությունը նաև այսօր զգան։ Իրական հատվածում եթե նայենք եւ եթե նայենք ուղիղ ներդրումներ, որովհետեւ անուղղակի ներդրումներ ունենք նաև մասնավոր բաժնեմասնակցային ֆոնդի միջոցով, ուղիղ ներդրումներ ունենք էներգետիկ, հեռահաղորդակցություն, ընդրում այստեղ հեռահաղորդակցության մեջ եւ պարտքային եւ բաժնային մասնակցություն ունենք Թիմ Տելեկոմում, առողջապահական ոլորտ եւ շատ կարեւորում ենք ենթակառուցվածքները եւ մեր հետագա ջանքերը հաջորդ տարիների մեծապես կենտրոնացված են լինելու այս ոլորտներում դիվերսիֆիկացիան հետագա մեծացնելու ուղղությամբ։ Ստեղծման պահից ի վեր Amundi Agba-ն միջին տարեկան 7.5-ից 8.5% եկամուտ է ապահովել մասնակիցների համար։ Արդյունքում այսօր ընկերությունը առաջատար դիրք եւ վստահություն է վայելում։ Իսկ առաջիկա տարիներին Amundi Agba-ն նպատակ ունի խորացնել համագործակցությունը տարբեր հաստատությունների հետ, խթանելու կապիտալի շուկայի զարգացումը, ստեղծելու նոր ներդրումային հնարավորություններ կենսաթոշակային ֆոնդերի համար եւ նպաստելու Հայաստանի տնտեսության երկարաժամկետ աճին։